Բայց ես ուզում եմ, ես կխնդրեմ, որ Ռուբեն Վարդանյանի նկարը տեղադրենք, որովհետև այս թոհուբոհի մեջ շատ կարևոր դրվագ, այսպես կարծես թե մեդիայի ուշադրությունից վրիպեց եւ ես չեմ կարող այդ մասին չխոսել 2 օր առաջ Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանի համար եւս պահանջեց ցմահ ազատազրկում։ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մոտ 42 հոդվածով, որից 17-ը ենթադրում է ցմահ ազատազրկում, բայց ես ուզում եմ իմ հիացմունքը հայտնել Ռուբեն Վարդանյանի արժանապատիվ կեցվածքի համար եւ առաջիկա ժամերին, որովհետեւ այսօր շարունակվելու է դատավարությունը, մենք կլսենք Ռուբեն Վարդանյանի վերջի խոսքը, որը նա փոխանցել է նաեւ հեռախոսազրույցի ընթացքում իր որդուն եւ ես ուզում եմ ցիտել, ես վստահ եմ, որ հենց հիմա այս պահին, որ մեր լայվը գնում է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը ասում է այս խոսքերը, որ իր որդու միջոցով խնդրել է փոխանցել նաև մեզանից յուրաքանչյուրին, ինչ ասել Ռուբեն Վարդանյանը։ Սա անօրինական դատական գործընթաց է եւ այստեղ դատավարության օրինականության մասին որևէ խոսք լինել չի կարող։ Այն ինչ հիմա կատարվում է Բաքվում, սա ծայրից ծայր անօրինականություն է։ Արցախը կա ու կլինի անկախ նրանից, թե ով ինչպես է փորձում վերասրբագրել պատմությունը։ Ես որևէ բանի համար չեմ ափսոսում, ավելին ցավ եմ ապրում, որ չեմ կարողացել իմ գործը հասցնել ավարտին եւ նորից կրկնում եմ այն ինչ ես արել եմ ճիշտ եմ արել, չեմ հասցրել իմ գործը ավարտին հասցնել եւ զղջում եմ միայն դրա համար եւ պնդում եմ Արցախը կա եւ Արցախը լինելու է անկախ նրանից, թե հիմա ինչ է կատարվում եւ ինչ է արվում նաեւ Բաքվի դատարանում, ինչ ասեմ, բրավո Ռուբեն Վարդանյան, հարգանքի արժանի այր, հարգանքի արժանի, ինչ ասեմ, մարդ, որ լինելով Բաքվի բանտում եւ իդեպ ես ուզում եմ ցիտել նաեւ Ադրբեջանի պետական մեղադրողին, ով Ռուբեն Վարդանյանի այս հայտարարությունից հետո, որ փոխանցել էր իր որդու միջոցով, ասել էր Ռուբեն Վարդանյանը չի զղջում իր արարքների համար եւ նրան պիտի դատապարտել ցմահ ազատազրկման։ Ահա սա է հայը 10 տիրադավներ, ահա սա է իսկապես արժանապատիվ մարդը, ով իմանալով, որ միգուցե երբևէ չի գալու այն օրը, որ ինքը դուրս է գալու Բաքվի դժոխքից, Բաքվի ճիրաններում գտնվելով, ենթարկվելով ամենօրյա կտտանքների եւ դաժանագույն վերաբերմունքի, ասում է Արցախը կա եւ կլինի։ Մենք տեսանք նաեւ այն կապիկությունը, ուրեմն Ադրբեջանի Բաքվի կինոթատրոններում, ուրեմն վավերագրական ֆիլմ են ցուցադրում օլիգարխի դիզայնը Ռուբեն Վարդանյանի մասին եւ ներկայացնում են իբր Ռուբեն Վարդանյանի եւ մեր մյուս կալանավորների եւ մասնավորապես Արցախի քաղաքական էլիտայի բանտախցերը նայում ես +5 կլասի հոթել եւ այսպեսով ինչ որ ջակուզիներով, տրենաժորնի զալերով, գրադարաններով, ես չգիտեմ կրեսլոներով, սա խայտարակություն է, խայտարակ եւ անամոթ սուտ է եւ ինձ զարմացնում է, որ միջազգային հանրությունը իր ձայնը չի բարձրացնում։ Ես ինքս եմ զրուցել Բաքվի գերությունից վերադարձած բազմաթիվ ռազմագերիների հետ, ովքեր պատմում էին զարհուրելի պայմանների մասին, որ իրենց ձմռանը մերկացնում եւ ձեռնաշղթայով կապում էին սառը ջեռուցման ապարատին, որ իրենց հաց չէին տալիս կամ հացը բերելուց թքում էին հացի մեջ եւ ասում էին 10 վայրկյան ունեք ուտելու, 10 վայրկյան հետո այդ ամանը, որի մեջ իրենք թքել էին, վերցնում էին մեր ռազմագերիների դիմացից, այնպես որ են կապիկ շոուն օլիգարխի դիզայնը, որ Բաքվի բոլոր կինոթատրոններում այս օրերին գնում է, թե ինչպիսի ֆանտաստիկ պայմաններում են իբր պահվում Բաքվի Քուրդիստանի կամ որևէ այլ գուբերթում հայ ռազմագերիները եւ մասնավորապես Արցախի քաղաքական էլիտան, դա խայտարակ
եւ անամոթ սուտ է եւ ես նորից դիմում եմ Ավրորա մրցանակաբաշխության բոլոր տարիների մրցանակակիրներին բարձրացրեք ձեր ձայնը գոնե հանուն Ռուբեն Վարդանյանի, որովհետեւ այդ մարդիկ ուղղակիորեն սպանվում են Բաքվի բերդերում։ Սա ուրեմն այս մասով